Բայց ճեմարանում դժբախտաբար այնպիսի մթնոլորտ էր, որ ավելի շատ մարդիկ մտածում էին, թե ինչպես գցնեն իրենց վերադասին, ինչպես հաճոյանան եւ վաղը միսօր իրենց աճ կմտնեն, որպեսի արտասահմանում բարձր պաշտոններ ունենան եւ այլն, քան թե մտածում են ինչքան իրենք հարատևեն իրենց հոգեվոր կյանքի մեջ եւ ժողովրդին ինչպես պիտի կարողանան այդ հոգեվոր սնունդը մատակարարել։ Եվ այդ խնդիրների հետ առնչվելիս դժբախտաբար չունեցա այն նույն ընկալումները իմ շրջապատում, ինչը որ ես էի տեսնում եւ պատկերացնում, այսինքն հոգեվորականի կերպարը ինչպիսին է։ Եվ ցավալի էր, որ ճեմարանում արդեն խմբակներ էին ձևավորվել, մինչև անգամ տարբեր եկեղեցականների, բարձրաստիճան եկեղեցականների բարեկամներ, ազգականներ, իրենց համագյուղացիներ, քահանաների ազգականներ, հորեղբոր տղա կամ չգիտեմ քրոջ որդի եւ այլն, այսինքն այսպիսի մի խմբակ է ձևավորվել, որ եւ շատ ավելի շփացած էին այդ ուսանողները, փողոցը տեղափոխել էին ճեմարան եւ փորձում էին ճեմարանում արտոնյալ զգալ կամ իրենց այսպես ասած հեղինակություն դրսևորել, ինչը որ անհարիր է ընդհանրապես հոգեվոր ընկալումներին եւ քանի որ իրենք ունեին հովանավորներ եւ բարձրաստիճան եկեղեցականներ հովանավորում էին այդ տղաներին, բնականաբար ավելի սանձարձակ էին իրենց պահում եւ փողոցային բարքերով։ Հիմա ճեմարանում որպեսի ճիշտ հոգեվորականներ ձևավորվեն, պատրաստվեն, նախ եւ առաջ ճեմարանի տեսուչը պիտի լինի հոգեվոր կյանքին հաղորդ մեկը եւ հավատքի տեր անձնավորություն։ Դժբախտաբար ես ճեմարանում չտեսա այն հոգեվորականի տիպարը, որը ուսանողներին օրինակելի լիներ իր վարք ու բարքով, իր դաստիարակությամբ եւ այս վերջին տարիներին ճեմարանների վերատեսուչ է նշանակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որը միայն բռնություն եւ սարսափ է ստեղծել ճեմարանում, այսինքն երբեմն այնպես էր հարձակվում ուսանողների վրա, որ խեղճ ուսանողները գունատվում էին եւ այլևս վախից չէին կարողանում ձայն ու ծպտուն բարձրացնել։ Եվ սա հատուկ է արվում։ Իրենից առաջ եղել են Տեր Վաչեն փոխտեսուչներ, Վաչե քահանա Հայրապետյանը, այնուհետև Տեր Զավենը, Զավեն քահանա Մարկոսյանը, որոնք նույն բռնապետական ոգիով փորձում էին ուսանողների մեջ կոտրել իրենց անհատականությունը եւ վախի սարսափի մթնոլորտ ձևավորել, ինչը որ հենց Գարեգին II կաթողիկոսի քաղաքականության մաս է կազմում, քանի որ ինքն էլ է բռնապետ եւ ինքն էլ նույն ոգիով մեծացրել, դաստիարակել է այս եկեղեցականներին, ուրեմն նրանց էլ նշանակում էր փոխտեսուչ, տեսուչ, վերատեսուչ, որպեսզի այդ վախը սարսափը փոխանցեն եւ բոլոր եկեղեցականները այդ վախի սարսափի մթնոլորտում են ձևավորվում, դաստիարակվում եւ բռնապետական համակարգերին սա շատ բնորոշ տիպիկ առանձնահատուկ բան է, որ